Բարի առավոտ աղջիկներս, բարի գալուս ունենալով, ինչպես եք, հուսով եմ լավ եք, աղջիկներս ինչ ենք անում առավոտ շուտ, բավականին գործեր հասցրել եմ, արդեն արև վերջացրել եմ, այսօր առավոտ շուտ Գյորգին գնաց Ստավրապը, գոմեր ամեն ինչ արել եմ, տեղը տեղին, հիմա եկել եմ նախաճաշ, պատրաստեցի երեխեքը հաց կերան, չայ, ձու, կարակ, մյուս ալիքում արդեն նշել եմ, փորձում եմ էլ առավոտ շուտ, այսպես ծանր կերակուրներ երեխեքը չուտեն, հակառակը սնվեն թեթև, ձու, չայ, ջեմ, կարակ և մեղր ուտեն, արդեն 3-4 օր այդ ռեժիմի մեջ են, հիմա ամաններս լվացել եմ, հեսա չորացնեմ գրեղադրեմ, պետք է այսօր պատրաստենք ինչ հացիկներ, հաց, ուղղակի ոչ թե կլոր մատնաքաշ կամ չգիտեմ քար հաց, այլ հացիկներ, կլոր հացեր, որ բուտերբրոդի համար հեշտ լինի, հա։ Եվ ինչ է դրա համար մեզ անհրաժեշտ, կարակ ասեք ամենակարևոր բաղադրիչը, հələ մի հատ գրեք տեսնեմ, այո, մեկ բաժակ սուրճ, սուրճը դնում ենք ու անցնում ենք գործի, առանց սուրճի գործը գործ չի լինի, ճիշտ արդեն սուրճ խմել եմ մեկ անգամ Գյորգի ուսկեսրերից հետ, բայց հիմա ես ուսկեսրերից կխմենք ձեր հետ, երեխեքս նստած Էլինան իր ատամներն է լվանում, ատամ լվալու ժամը եկեք, որ չի լի մամային ոնց հունից հանի, հա, նստած ատամ եմ լվում, հնա այսօր վիդեորն ատենց, ջուրը եռած, սիրուններս թե նիկից եք հարցնում, վայբեյում կաթ չկա վայլպրեսում, չգիտեմ, ես հանութից եմ առել, վայլպրեսից չեմ առել, հլա նայեք, ահա, կարակ սկրին անեք, ստուդիեք, վայբեյում կա թե օզոնում, իր ֆիրման Maestro-յա, Maestro, ու շատ լավն է, գովաշ չի, ես առել եմ մեր Շուշեղենի խանութից։ Ջան։ Դու ո՞նց անում ես։ Հաց եմ ուտում, հաց։ Ո՞նց եկած։ Պոնչիկ էլ ես ուզում։ Դա։ Դու պոնչիկ։ Մամա դու գացինի պոնչիկ։ Հա։ Դու ծինի պոնչիկ։ Քիչ է պոնչիկ ես ուզում, մի հատ է գույնավոր։ Ծինի։ Սին։ Հաց պատրաստելու համար մեզ անհրաժեշտ տեսա, քարավազ, աղ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Խմորիչ։ Տատիս է ավտո։ Ավտոյա։ Դա։ Ուր դրեցի բայնի խմորիչը երկու հատ էր։ Տատիս է մատինա որ արագ հասունանա։ Ամեն մեկը 11 գրամ, այսինքն 22 գրամ։ Հաստե մի արա բոլես։ Տատիս կիսույա ատիդա։ Բախոչկա մոտ է դա։ Սար քամի է գալիս, թե ինչի ատեն սար ես ու չգիտեմ։ Потому что научи ойта. Мама, потому что научи ойта. Միջև կոֆեները ամանները դասավորեմ, աղջիկներ չան։ Ասնենք խմորը պատրաստել։ Мама, потому что научи ойта. Дай фото. Դե կամերայից ասի։ Пока. Կակա, գնաս զարում կշի։ Чекаем. Չես ուզում։ Դե անցար։ Пока. Պակա։ Ты. Вот так. Ты отец. Ինչ։ Ты отец. Ծվածը ղեք։ Да. Կնեք է։ Բաղ արդեն մնկապած է, սրոց։ Անեն շուտ ասնում ես երկու օրը։ Այսօր պետք է լողանան։ Տասիկ։ Ներսում հիանալի եղանակ է, տակ հավերին թողել եմ։ Միրիա։ Աղա բունն էլ տեղը տեղին մաքրեցի, արդեն 3 ամիս էր, կարելի ասել չէին մաքրել, ու ոչ թե 3-2, որովհետև մեկ անգամ կեսուրս մաքրել էր, բայց դա խոնավ է էլի տեղը։ Ամառը գա, սկսի չորանալ ամեն ինչ։
Այ կոֆե բաժակները դնում տալը։ Ես ուզում։ Ես էլ արհեստական էր ես քամիչը։ Սենց ստեղից դուրս է գալի, բայց չգիտեմ ինչ կա իրան պահով, որ չի պահում։ Պետք է երևի կլեյով կամ չգիտեմ ինչ-որ սա հատնարազվի բաներ է, բայց գները բավականին լավ է, էլի։ Երկու անգամ օգտագործի, արդեն դեն գցելու են ենթակա։ Ես տալ ջրով եմ պարզաջրում, որ մի անգամից ջուրը չորանա, ամերով չորացնեմ։ Ինչ ես անում? Խմի։ Ջան։ Почему, когда папа мне разрешает мне играть что-то-нибудь, а ты мне ничего? Չգիտեմ, պապային հարցրում։ Ну, когда поставишь лоху себе кататься? Ինչ ես ուզում անես։ Хала. Мама, что это? Не почитай трубочь. Չէ, տենց խաղեր չի կարելի խաղալ։ Какой? Գնացյո պապիկին ասարի կոֆե խմելու։ Папа, полемую. Կոֆե խմելու։ Եսա տատիկը տուն կգա։ Արդեն չիստիա։ Լվացիր ատամներդ։ Մաքուր է արդեն։ Սենց էլ որ չէ։ Молодец. И кախտը։ Այդե պաչիգանեմ։ Բարո։ Չես ուզում պաչիգանեմ քեզի։ Հիմա էլ ուզում ես ձեռներդ լվաս։ Բանոր ինչ է իր անում։ Ատամներդ է լվանում։ Այրեգվա վլոգում տեսնեիք Երիկի վրա ոնց էր ջղայնացել։ Բայց ինչ էր արել Երիկը չեմ էլ հիշում, վրան խոսացել էր, ինչ էր արի գնոց։ Երիկ, что ты сделаешь? Կռվում են սաղորի արել։ Աղջիկներս անցած վլոգ, այսինքն մյուս ալիքի վլոգում, մեծ ալիքի վլոգում, այնտեղ ասում եմ ինչ անեք մազերի հետ կապված, որպեսզի փայլի, ինչեր օգտագործեք, ինչպես լվանակ, եթե կհետաքրքրի, եթե չեք տեսել, եթե տեսել եք մի հատ պլյուս դրեք կամ սրտիկ դրեք, որ տեսնեմ տեսել եք, որպեսզի ստեղից չկրկնվի, հա, նույնը այնտեղ կա ալիքում, ես կիսվում եմ, այսինքն որտեղ որ վլոգ եմ գցում, հաջորդ ալիքում կիսվում եմ, որ այնտեղ վլոգ կա, կարող եք նայել, ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կգտնեք։ Իսկ դիմակներով կկիսվեմ բնականաբար ձեզ հետ, զգայուն մաշկի համար առանձին, ամբողջ մաշկի համար նախատեսված առանձին, որպեսզի իմանաք քսեք, թե չքսեք, կարելի է, թե չի կարելի, օրինակ եթե ռեակցիա ունեք, ալերգետիկ եք, մեղրով դիմակները արգելվում է, որովհետև մի անգամից դուրս է տալիս, ալերգենով դիմակներն էլ արգելվում, գրգռում է մաշկը, խոսքով պրոդուկտներ կան, որ չի կարելի քսել դեմքին, հատկապես դեմքին, եթե դեմքը վառվեց, սկսում է վերքոտել, թեփոտել եւ այլն։ Հիմա ռիսկի դիմել պետք չի, պետք է վստահ լինեք, արդյոք դա ձեզ կօգնի թե ոչ։ Հա, բալես։ Կարդացել ես արդեն։ Նիհարելու հետ կապված աղջիկներս ես վերջի շրջանում բավականին քաշ եմ հավաքել, որովհետև ինձ այսպես ասած այդ հացներ չարաշահում, թխվածքները, թխվածքաբլիթները, սուրճի հետ պարտադիր շոկոլադ էի ուտում, իսկ հիմա նորից հետ եմ կանգնում։ Անքրե չես կարող լսնես։ Ես զգում եմ, որ այսպես առաջ եմ գնում, մի անգամից հետ եմ քաշվում։ Հիմա հաշ չեմ օգտագործում։ Քաղցրեղեն չեմ ուտում, ժամանակն է իջնելու։ Էլինա, ինչ ես անում։ Ինչ ես անում։
Ես խմեմ խմորս պատրաստեմ։ Աներ է վերցին սերմերի կսում։ Իմ փրփուրն ա վերցրել։ Հələ տենամ ինչով ես լվանում երեսդ։ Հələ ցույց տուր։ Հələ ցույց տուր այ տեսնեմ։ Այստեղ։ Իմ երես լվալու փրփուրով ա լվա։ Ինչ տեսնում ա այլախել ես սովորում ա։ Ասմա ամեն երեխա իր ատան հայլին ա հիմա իմսը դնայք սենց էլ անում ա։ Այսինքն որտեղ ես նայեք։ Անենց արդեն նկարնա շունչը զգացվում ա։ Այսօր ուզում եմ աղջիկներս հատուկ կտոր եմ առել ասեղնագործության համար, Էրիկի համար դպրոցում ուզել էին, բայց մինչև իմ պատվերս եկավ ուսուցչուհին արդեն Էրիկին տվել էր, սենց թաշտինակ ա կարել Էրիկը, իհարկե իմ հետ, ծաղիկ ենք լեցոնել և այսպես եզրերն ենք սիրում կարել ցողունակարով։ Այսօր ուզում եմ նորից սփռոցներ այսպես ասեղնագործեմ, ուղղակի մուլինի թելերը չեմ ուզում, շոլկովի թելեր կա հատուկ, որ ավելի այսպես նուրբ ա էլի աշխատանքը ներկայացնում, ուզում եմ այդ շոլկովի թելերը պատվիրեմ, բայց մինչև պատվերս կգա մուլինի թելերով, մի հատ նորից կվերհիշեմ այն ինչը որ անցել եմ, ու արդեն անցնեմ գործի, արդեն պետք է ասեղնագործությունով այսպես խորացնեմ աշխատանքներս։ Շատ եմ սիրել ասեղնագործություն, գոբելեն, մակրամե, մի խոսքով ամեն ինչ, ինչը որ ձեռքի աշխատանքի հետ ա կապված։ Այնպես որ այսօր ցողունագործությունով պետք է մի հատ նորից վերհիշեմ, մանր այսպես կարերով ձեզ հետ ցույց կտամ։ Միգուցե լինեն երեխեք, աղջիկ երեխեք, ում հետաքրքիր կլինի, բայց թե դժվար է թվ երեխեքին հետաքրքիր լինի։ Մակրամեով կարանք բրասլետներ հավաքենք, ցեպեր հավաքենք, պայուսակներ, հեռախոսի համար չխորներ, այսպես սիրուն։ Դրա համար էլ հատուկ թել պետք, այդ թելն եմ անգալից չեմ գտնում, պետք է հատուկ գնամ այն խանութներ, որտեղ մենակ այդ տեսակ թելեր են վաճառում։ Հաստ թելերից չեմ ուզում։ Ինքը հատուկ թելեր ուներ, իմ Նիկերասերյանը որտեղից էր առնում այն ժամանակ, ով կմտածեր, որ այսօր կարող է այսպես մտքից գա այդ գործերն ու անցնեմ գործին։ Ուֆ, չգիտեմ։ Մամա, ծաղկը ծաղկի տիտուրա։ Չգիտեմ։ Նոց ծաղկի ծաղկի տիտուրա։ Почему? Почему? Не знаю. Да. Это туя. Угу. Такой некрасивый машина. Это туя. Չուզում, էսկավատոր ալսում։ Так, Պետք է տանեմ խանութ, տեսնեմ ինչ ուզում է, հենց էդ էլ առնեմ իր համար։ это оттуда успана. Այսօր պսիքանիսն է։ Սուրճս ձեր հետ վայելեցի։ Հիմա անցնենք խմորը պատրաստենք։ Մասերս հավաքեմ, որ չգրեն Աննա ջան, մասերը հավաքի։ Բայց գոգնոցս բերեմ, գոգնոց կապեմ։ Ես գոգնոց գործ չեմ անում։ Ուղղակի որ գրում եք, այդ հատուկ չգրելու համար ուզում եմ գոգնոց հագնեմ։ Ես այսքան ժամանակ գոգնոց չեմ հագել, դուք ինձ տեսել եք գոգնոցով գործ անեմ։ Ոչ գոգնոց, ոչ ձեռնոց։ Կարևորը ոսկեղենը հայրացնում են կամ եթե զարդերը, որպեսզի խմորոց չլինի, եղունգները մաքուր եղնի։ Mama, вот ты мемек. Որտեղ հացի հետ ենք Mama, աշխատում։ ина мемек. Մազերն հավաքած լինեն։ Mama, Հա ջան։ մեմեք։ Հա բալես։ Մեմեք, Պապան կգա կփոխի։ դու պապա իջիտե։ Գիտեք չէ, ես որ առաջ տասի եկել։ Հա, Да ты вот так հա, нучи. էսկավատոր ես ուզում։ Вот так. Хорошо։ Мама, лично, он не пирается вверх. Хорошо։ Կգնանք մագազին, դու որը կուզես կառնես։ И это
Ես էլ սիրուն կապում էի, որ էլ գլխարկ չդնեի, ականջներս տակ լիներ։ Դասի էի գնում ձմեռը։ Իսկ հիմա այստեղ ստիպած գլխարկ եմ դնում։ Այստեղ շատ ցուրտ է։ Մեր Հայաստանի ցուրտը իմ վրա չէր ազդում ընդհանրապես։ Ես ընդհանրապես գլխարկ չեմ դրել։ Թիկնոցներ էլ չեմ գցել, շարֆեր չեմ կապել։ Բայց այստեղի ցուրտը ուրիշ ձև է, էլի չգիտեմ։ Մամա, նայ, դիկանի մետ է։ Տետարտի տեղը։ Դիս։ Այստեղը գործ առաջ չի գնա, սուրճի հետևից մեկ բաժակ կամպոտ ենք խմում, որպեսզի նստված չտա կամ ջուր։ Так, աղջիկներս անցնում ենք գործի։ Քիչ վերև ենք բարձրացնում, որ հանկարծ չընկնի խմորի մեջ։ Արդեն հենց հավես ա դրսում, կարելի է սկսել գործերը դրսի։ Էլինա, վերջացրու բալես։ Վերջ։ Չեմ պահում, վերջ բալես, գնամ ուծիմ նայել։ Կարդացի, բալես։ Ну вот сюда. Где? До 59, вот. 59? Да, вот. Տեսուր։ Давай листопадничек. Աղջիկներս 3 կիլոգրամ ալյուր է, 2 տուփ խմորիչ, 11 գրամանոց, այսինքն 22 գրամ։ Աղ ճաշակի, ես աղը ձեռքից չափով եմ լցնում, ես ընդհանրապես գրամով աղ չեմ լցնում, ու չգիտեմ, նայեք ըստ ճաշակի ձեր ձեռքի չափով լցրեք։ Եվ 1-2 թեյ գտալ շաքարավազ։ Հիմա ավելացնում ենք ջուր։ Ահա, ու կասեմ ջուրը քանի գրամ ավելացնեք, ճիշտ է, ես միշտ նշում եմ, որ ալյուր կա շատ է ջուր վերցնում, ալյուր կա քիչ է վերցնում, այնպես որ ջուրն էլ է, այսպես տատանվող, կամ շատ քիչ է լինում, կամ շատ է լինում, մոտավոր կասեմ, բարև Էլինա ջան, ոնց ես, մաման ինչ անում, հաց է թխում, դու սիրում ես հաց, դա, ասա այո, 3 կիլոգրամ ալյուրին մոտավորապես 2 լիտր ջուր է գնում, ոչ թե 2, այլ լիտր 800, լիտր 700 գրամ։ Ես ջուրը միշտ մազ եմ ավելացնում, որպեսզի խմորը շատ ջրիկ չլինի և շատ պինդ չլինի։ Ես գիտեք չէ 4-5 օր ուզում եմ հաց թխեմ ու ընդհանրապես չէր ստացվում։ Այսօր Գյորգին զանգել է Ստավրապոլից, ասում անհատ զակաց տամ, պատվիրեմ, որ գանք վերցնենք, ասեմ չէ Գյորգի, հենց այս պահին հեսա խմոր եմ անում, հանկարծ չտաս։ Ով է։ Աղոնիկն է։ Դա։ Ինչ անում։ Այ խմոր արդեն ինքը հավաքվում է։ Ընտիր հաց էր ստացվում սիրուններս, ես խմորով պիցցա կարող եք պատրաստել։ Հա։ Կարկանդակներ, ամեն ինչ։ Ջան, մի փոքր էլ ջուր ուզում եւ վերջ։ Մաման 5 րոպեն մեկ ասում է բարև ձեզ, Էլինա։ Ասում է դու։ Մի տոկա, ձեր չտաս։ Չի կարելի բալես, տոկո։ Հա, տոկո։ Տոկա իմ աղջիկ։ Արդեն հավաքվում է։
Վերջում աղջիկներս արդեն հունցում ենք բուսայուղով։ Ես տեսնում եք խմոր այսպես հավաքվում է։ Ահա, նայեք այսպես։ Որ ոչ պինդը, ոչ էլ ջրիկա։ Արդեն բուսայուղով կաշխատեք։ Ավելացնում ենք սիրուներս աշկաչափով բուսայուղ, մոտավորապես կես թեյի բաժակ, կես սուրճի բաժակ եւ նորից լավ հունցում ենք։ Ճպճպ ասում ենք այսպես։ Անենց ենք ուծում, որ ճպճպոցը գա։ Անտիր, փափուկ, նուրբ, համով հացեր եք ստանում։ Да, утик-ути. Я даду ботик. Ոտիկ պես։ Անենց ենք անում, ոնց որ լինի չեչիլ պանիր։ Այս դու Սիրուն բացում են, հետո որ արդեն թելը հանեն անում է։ Նա դու ծինի ոտիկ։ Ինչ ես ուզում։ Ծինի ոտիկ։ Որտեղ ես ես կոմա սինի պոնչիկ սարքի մարսեն։ Պոնչիկը սինի չի եղնում, ժոլտի է եղնում։ Կարմրած, ժարի տարած։ Տոտի պիրա։ Ադա հար։ Հար։ Մամա, կատակացիցի ուտանի տոտի չոտի։ Կատամիկա տոտի ուտոտի պիան կացիցինի։ Իցին տոտի։ Մատատո։ 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 Ես։ Մատատո։ Խմոր։ Իմոս։ Խմոր։ Խմոր դուսուս։ Ինչ։ Да ты какой большой. 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 Տեսեք ինչ սիրուն է հավաքվում։ Как ходка. Так сеет. Мама. Сеет. Мама, куда ходка? Куда сеет? Куда? Стоит да ты. Ты мой. Куда? Ты мой. Да. Баба. Мы давай это. Куда? Պարտադիր հաչու խաչ ենք անում, որ Աստված օրհնի Сюда. հացը։ Туда. Вот есть. Вот есть. Չէ։ Я большой. Գնացինք աղջիկներս կհանդիպենք արդեն որ հասունանա խմոր։ Էլինա, Да. ո՞նց ես։ Мама. Ինչ ես ան։ Լավ եմ, լավ։ Մաման ինչ անում, ասում լավ եմ, դու ո՞նց ես։ Էլինա, հետևորդներն ասում են Էլինային շատ խոսացրու։ Мама, мама, тараки. Мама, тараки. Հա, բավես։ Հասունանա խմորը, նոր, հա։ Тараки. Հա, տակա դեռ։ Тараки. Հայերեն խոսա։ Տակասա, տակա։ Тата. Տակա։ Тата. Надо тараки. Мантараки. Հա, բավես, հա։ Մատարաշի, մատարաշի, Հա, Վասուս ջան։ Այստեղ խվասկաբլիթները, քանի որ տուփերը դատարկվում են, ուդու տարաշի, ոչի տակա, հա։ ուդի տարաշի, Այստեղ դեռ կա։ մատարաշի, Хорошо, хорошо։ մատարաշի, Հա, բավես։ մատարաշի, տա, Հա, տակա, պետք է հասունանա խմորը։ տարաշի, Ահա, այսօր ո՞ր է գալու տուն։ Սուսան տատիկը։ ծուտատը, ծուտի, Տատիկը գային չուտի։ տա, Հաց ուտի տակ-տակ։ տա, Դա։ ուգա, Ասում է տատիկ, ուր ես գնացել։ Շուշուտ անցար տուն։ ազա, Դու ես ասում։ ուտա, Հələ ասա տատիկ անցար տուն։ ազա դու, Տատիկ, լատի, արի տուն։ ադատի, ադատի, Մեկ տուփ ենք սարքում եւ տանում լատի, սարը վայրը։ լատի, Տատիկին ես ասի արի տուն։ լատի, Ահա։
Եկա։ Նորից եկար։ Դու տակ պետք է։ Ջուլբազին կերտան գան, ջուլբազն է որ իստենում անենց աթրվրն։ Ուրա ջուլբազը։ Ջուլբազ։ Անձրևա գալիս։ Հավերն են տեսնեմ ձուկա, թե չկա։ Էլինա, արի։ Արի ձեռը տուր տալես, կնանք տնանք հավը ձուա, ածել ու գանք։ Արի, նենց անուշ եղանակա։ Կարնանային գործերը շուտով կբացվեն, աղջիկներ ջան։ Ասվեն Աննա ջան, որ Հայաստան գնաս, քո հողամասը ոնց պետք է անենք, որ տեսնենք։ Այստեղ կանգնի, գալիս եմ, բալես։ Հա դե կանգնի չգաս, կանգնի։ Այստեղ ահա որ ցեխա։ Հա, հավերը սեկել են։ Կանգնի չգաս։ Ես որ Հայաստան գնամ, սիրուններս ամառն եմ գնալու, արդեն ամեն ինչ վերջացված։ Էլինա կանգնի, ոչ միտեղ չգնաս։ Այսօր մաքրել եմ տեղը տեղին, մալադեց, 3 հատ ձուկա, ապրեն, ջրի հետ պարտադիր ասել եմ չէ, Սուսան տատիկը ուկսուսա տալիս, մաքուր տեղը եկել խարեն եղեն, ժարևներս լսնում են, որպիսի թուղս նստեն, ուտեմ ես ձեզ, Ուրա ջուլբազը չգիտեմ բալես ուրա, նայ հավերն ինչ են տվել մեզ, ձու, արի Էլինա ջան, այդ դուրը փագել, հերու գնա, հերու, ջուլբազ, արի ուտի միս, ասա արի միս ուտելու, արի, տոտիկ ագալիս, տոտիկ ագալիս, ուզում եք ուրկա հագսնեմ, չթողեց, ասմա ես սենց եմ ուզում գամ մամա, ունենց եմ կարոտ է դրսի գործերին, անձրև ագալիս դրսում, ես ինչ եմ անում, ապա տեսեք ով է եկել հասունացել, ահա տեսեք, մի հատ հունցում ենք, մի հատ նայք, ինչ ընտիր փուչիկներով, սենց խմոր է ստացվել, նույնիսկ ձեռքեն չի կպնում, որովհետև հունցել ենք ինչը բուսա յուղով միանշանակ, նայք, վերջում աղջիկներս բուսա յուղով հունցելը ամենակարևոր պայմանն է, ընտիր հացի, կարկանդակի և այլն, ահա պիցայի, ընտիր պիցայի խմոր այ դեպ, նայք, միջև երեխեք արդեն լողանում են, տանեմ, եղունգները կտրեմ, շորերը խակնեն, ես նորից կհասունանա խմորը, արդեն ժամանակ գնդիկներ կպատրաստենք և փուչիկներ տեսեք և կթխենք մեր հացերը, ես որտեղ ենք թխելու, բնականաբար ջեռոցում, մեր գազը չի թխում, մենակ վերևի հատվածը չի վարսն նայք խմոր ինչ բարակա, փուչիկներին էլի, մեր գազը միայն տակի հատվածն է վարում, վերևինը չի վարում, թե չէ գազով կթխենք, ավելի ընտիր կստացվեր, գնացինք, հացերը թխվի, մի հատ էլ միասին թեյ կխմենք ու կանցնենք առաջ, շուտով Սուսան տատիկն էլ տանը կլինի, աղջիկներս մի հատ տեսեք, նորից արդեն հասունացավ, հիմա արդեն ինչ ենք անում, գնդիկներն ենք պատրաստում,
որպեսզի թխենք։ Հիմա շատ արագ ցույց կտամ ինչպես եմ ես արագ-արագ գնդիկները պատրաստում։ Թավաների մեջ բուսայուղ եմ անում պարտադիր, որպեսզի չկպնի։ Այստեղ էլ ալյուր չենք օգտագործում, այս հացիկների դեպքում հիմնականում հացեր կամ մատնաքաշներ սիրում եմ, որ ալյուրը տալինում տակը, որ քարի հացի նման դες կրտկրտան էլի։ Ահա, սերներն էս բուսայուղ ենք անում պարտադիր, պայման է։ Հիմա արդեն, սպասեք, ես մոտիկից ցույց տամ, տեսեք, վերցնում ենք այսպես մի ափի չափով, այսպես սիրուն գնդիկներ ենք պատրաստում, ինքը դեռ պետք է հասունանա, այսպես, մոտավորապես ինձ թվում է մի 80-90 գրամ կլինի, կարելի է կշռել, եթե չալարեք, կշռեք, ես այսպես սիրուն անում եմ, տեսեք ինձ սիրուն է ստացվում, Գյորգին ուշանում է, պետք է հասցնեմ գոմ գնամ ժամը 3:30, նու 3:10 դուրս եմ գալիս, միջև կերմեր լսվում եմ 3:30 է գալիս, ինձ թվում է չի հասցնի, այդ ընթացքում արդեն խմորը լավ կհասունանա, մի քիչ իրարից հեռու կտնենք, որպեսզի չկպնի, ոչ ձեռք սատկենք կպնում է, կգնամ ու արդեն կթխենք, վերջնական տեսնեց ցույց կտամ, ես հիմնականում այս հացիկների դեպքում, որ բուտեբրոդների համար եմ պատրաստում, վրան պարտադիր ծվի դեղնուց եմ քսում, համ փափուկ ա լինում, համ փայլուն ա լինում, համ էլ մի ուրիշ տեսակ հաց ա ստացվում, և ինչ ենք անում, կարևորը սիրով ենք անում, աղջիկներս, երեխեքիս լողացրեցի, Էլինաս քնած ա, այս մեկը մի քիչ շատ մեծ եղավ, տան ամբողջ գործերը վերջացրել եմ, մնում է հագուստներն է հարտուկեմ ու վերջ, այսօր, այս ասուսան տատիկը կա հաց կսարքեմ, չգիտեմ ինչ սարքեմ, սարցեխցիկում պիլմենի ունեմ կհանեմ, թթու ունենք դրած, հիշում եք, այն անգամ կաղամբը խաշեցի, որպեսզի տոլմա պատրաստենք ու այդպես էլ չպատրաստեցի, դրել եմ թթվի ջրի մեջ, ընենց հավեսին ա թթվել, Սուսան տատիկը գա, ասեն կամ թփով տոլմա պատրաստի, կամ կոնչոլա, ստակ մի հատ է տնեմ, ես արագ եմ անում, որպեսզի հասցնեմ գոմ գնամ, հանկարծ անասունները սոված չմնան, հավես եղանակ ա, ճիշտ անձրև ա գալիս, բայց լավն ա, տրամադրող ա, այդպես բան չի էլի, որ պյաս թափվես եղանակից, մի փոքր ենք ձեռներնս բուսայուղ անում, դուք ինչ եք անում, գրեք տեսնեմ ինչով եք զբաղված, ինչպես անցնում ձեր կիրակի օրերը, ինչպես բոլոր մամաներին ա, լողացնել, էփել, մաքրել, շատ շուտ ասնում է շաբաթ կիրակին, ահա սիրուներս, միջև ես վազելով գնամ գամ, կհասունանա, արդեն կթխենք, ձու եմ քսելու վրան, հետո նոր թխեմ, ընթացքը ցույց կտամ։ Կադագ եմ անում, մինչև իրանք կոմից կան ես կոպեներ կան չաստվի։ Ըրձած ես ինչ կա օրել եմ։ Այն բաներ պես սուրքան գոշիկներով ասել ես կուզեմ ես ծխի մեջ վերեմ ես։
Ես ունեմ դրես հոջացի։ Ասինես կուզում էդ նենչակած կապած։ Որը։ Հա միջև չչորանա։ Չորան մնում է։ Այդ իրեն բունկը նման կբրծրանա ոչինչ։ Պապան ասնակուտեր էին ապարտի։ Աղջիկներս տակ հացի հետ համտեսելու ենք պիլմենի։ Չեսեք պիլմենին անգույն է, պիլմենի մենք գունով, ես գունավոր եմ սիրում, պետք է մեր պիլմենին առատ գույներ Հա, որ ասում են տոմատով չեն էփեմ։ Հա, տոմատով էլ են էփում, կանաչիով էլ են պիլմենում, միսը շաղախում, ամեն ջել են ումեն։ Ամեն մարդ տարբեր ձև է պատրաստում։ Ոնց առաջի անգամ ենք տեսնում տոմատը, ոնց որ տորմի ֆարշ պատրաստես։ Այդ տոմատով որ չես անում, ոնց որ խանութի են պիլմենիները, որ մի քիչ միս են կանել չոր միս, որ ուդել դել չի Սեբու բանը համնել համի նման չի։ Մերը շատ համ։ Մերը սենց յուղալի, որ գաք մի օր համ տեսեք, դուք էլ արդեն Իմիջայլոց մարդկա հենց սենց հատիկներով ա սիրում, իսկ ես սիրում եմ ջրով։ Դուլը ջուրը լիս, մի քիչ ջուր պիլմենին է սիրում կդրադիտես շիրեն տալիս է շատ համով համ։ Դեդ նայած ճաշակի, ամեն մարդ իրա ճաշակն ունի երեխեք ջան։ Են մի հացը թխվում է, այս մեկը հերթի մեջ է։ Ես մգազի պերաշկես ենա։ Չէ։ Շարել է շաշել։ Ահա եւ վերջ աղջիկներս, մեր հացերը արդեն պատրաստ են։ Կարող եք պատրաստել եւ վստահ եմ ձեր մոտ էլ կստացվի, թեկուզ եւ եթե առաջի անգամ էլ պատրաստեք, շատ ընտիր կստացվի։ Անպայման կպատրաստեք, կհամտեսեք, մեկնաբանությունների բաժնում կգրեք, արդյոք ձեր մոտ ստացվել է թե ոչ, չստացվել չկա։ Հանդիպումը նկարահանը եկել ասма տատի։ Քնացեր։ Տատի։ Ջան։ Էջիշնի գերգես, ամա, լից։ Նստեք։ Ես իմ աղջիկայք կը նստի։ Հալա նայ։ Ջան։ Մամցե դուտու է։ Նստի։ Չի դուտու։ Տոքոպած Ոչ չես ուզում ես կանելին այս ստեն թող պաղի։ Վաու։ Համու հոտը սկացեք։ Անագ։ Yes. Մամա, Էլինա ով է եկե, քեզ էտ ամեծ ձև արցում։ մայքի դուսու։ Զենի բացոյ։ Սենց։ Էտա։ Էտա։ Դա։ Այսա պարակներ դնում ենք և վայելում։ Մելինա, պաղի տակ է։ Աղջուդ է։ Խիչ ես ուտում բալես։ Տատիճե։